Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, վերջին 3 օրերին մեր երկրում եղանակը բավականին կայունացել է, որովհետև մենք գտնվում ենք հարավ-արևմտյան տակոթային հոսանքների ազդեցության գոտում, այդ տակոթային հոսանքների ներթափանցումը կշարունակվի մինչև հուլիսի 3-ի կեսօր, ինչի արդյունքում առանց ձեղումների եղանակը կպահպանվի, իսկ օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ ևս 4-ից 5 աստիճանով, ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, երբ ցերեկային ժամերին հանրապետության ամենատաք գոտիներում Սյունիքի Հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի։ Բայց հուլիսի 3-ի երեկոյան ժամերից մեր երկիր ստեցողի շրջաններից ներթափանցում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը, որը Հայաստանում կգործի մինչև հուլիսի 8-ը ներառյալ։ Դրա արդյունքում հուլիսի 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, հուլիսի 4-ից 8-ին գիշերը եւ հետ կեսօրյա ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ եւ կտեղակարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամուշ գնացում 18-ից 23 մետր/վայրկյան արագությամբ։ Այս ցիկլոնը հյուսիս-արևմուտքից իր հետ բերում է նաեւ ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում հուլիսի 4-ից 5-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 6 աստիճանով։